Պարոն Դանիելյան, նախ այս գործընթացի հետ կապված դուք ինչ մեկնաբանություն ունեք, առհասարակ ինչ է տեղի ունենում եւ արդյոք սպասում եք, որ դատարանը իրավական վճիռ կկայացնի։ Մենք այստեղ ենք աջակցություն բարերար եւ գործարար Սամվել Կարապետյանի մարդու ում ձերբակալել են հայ առաքելական եկեղեցուն սատարելու համար ըստ երևույթի եւ ըստ էության քրիստոնյա լինելու պատճառով։ Հայաստանում բարքեր են հաստատվում, որոնք խոսում են հետեւյալի մասին. եթե դու հայրենասեր ես եւ քրիստոնյա, եթե դու դավանում ես հայ առաքելական եկեղեցու ուսմունքը, դու պետքա ձերբակալվես, կալանավորվես, զերպարտվես այնպես, ինչպես զերպարտվում են սրբազանները, ովքեր ժառանգներն են այն սրբազանների, որ մեզ ժառանգել են հայկական տառերը, հայկական գրականությունը եւ պետություն չենք ունեցել, եկեղեցի ենք ունեցել, որը չի կարողացել քանդել որևէ կայսր եւ մենք տեսել ենք մի քանի կայսրության ջանքեր, որոնք փորձել են քանդել հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրանց մոտ չի ստացվել եւ ես վստահեցնում եմ, որ նաեւ Նիկոլ Փաշինյանի մոտ դա չի ստացվելու։ Սամվել Կարապետյանը հանդիսանում է այսօր եկեղեցու պաշտպան եւ եկեղեցու պաշտպանությանը միտված քայլեր է ձեռնարկում, բայց իր խոսքով ասել է, որ դատապարտում է որևէ գործողություն, որը միտված է եկեղեցին կազմաքանդելու եւ նրա վրա ինչ որ շինցու քրեական գործ են փորձում կարել, որը ընդհանրապես իրականության հետ կապ չունի։ Հիմա մենք այսօր փաստում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ունի նոր ծրագիր, այդ ծրագիրը Հայաստանի երրորդ հանրապետության կազմաքանդումն է եւ ինչպես ասում են նրա նախկին թիմակից Հովիկ Աղազարյանը, 4-րդ նիկոլական Նիկոլի Հայաստան կերտումն է։ Այսինքն 4-րդ հանրապետությունը, որտեղ չկա հայ առաքելական եկեղեցի, որտեղ չկան կարմիր գծեր եւ կա բևեռացված հասարակություն, այս ընթացքով շարունակելու դեպքում Հայաստանի հանրապետությունը այլևս գոյություն չի ունենա, բայց այս մարդիկ, այս բազմությունը մարդկանց, ովքեր հավաքվել են ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի եւ ի պաշտպանություն առհասարակ հայ առաքելական եկեղեցու դեմ այս ճակատը, որը ձևավորվել է, եկեղեցու քայլերի դեմ այս ճակատը, որը ձևավորվել է, ես վստահ եմ, որ ժողովուրդը միասնական կարողանալու է հաղթանակ կերտել, հաղթանակներ, որոնք Նիկոլ Փաշինյանը փորձում է զրոյացնել, թե եռատոնին վերաբերվող, թե հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող, թե որևէ հայկական ինչ-որ մի բան, որը որ մեր համար եղել է բաղձալի երազանք, բաղձալի հաղթանակ, հայկական ապագայի վերաբերյալ տեսլական Նիկոլ Փաշինյանը փորձում է գողանալ, ջնջել, կեղեքել են բոլոր գործընթացները, որոնք մենք ունեցել ենք այն ժամանակահատվածում եւ նաեւ գործընթացների եւ հաղթանակների մեր եռամիասնության, այսինքն Հայաստան-Արցախ-Սփյուռք, առնվազն Սփյուռքի մասով պարոն Կարապետյանը շատ մեծ ներդրում ունի հայության առաջընթացի եւ հայկականի զարգացման, մեր հայկական շահերի զարգացման վերաբերյալ պարոն Կարապետյանը մեծ ներդրում ունի, Նիկոլ Փաշինյանը ուզում է փորձում է զրոյացնել այդ ներդրումը, ասելով որ սա հեծի կռիվ է, որ սա ինչ որ ֆինանսի կռիվ է, այս մարդը բոլորին չափում է իր արշինով եւ չի հասկանում, որ մեր հայերիս համար շատ արժեքներ կան, որոնք գումարից դա մեր քրիստոնեությունն է, դա մեր հայրենասիրությունն է եւ հայրենիքի նկատմամբ տածած սերն է, որի մեջ նաեւ ներառվում է այն հայկական ապագան, որի համար մենք պայքարում ենք 2018 թվականի ապրիլի 23-ից ի վեր։ Եվ պարոն Կարապետյանը այսօր ռեպրեսիաների է ենթարկվում իր հայրենասիրության պատճառով։ Եթե Հայաստանում դու քրիստոնյա ես, եթե հայրենասեր ես, դու ռեպրեսիաների ես ենթարկվում։ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև չի կարողացել ձերբակալվել Ադրբեջանի բանտեր տանելու կոնտեքստում, Ալիևը ձերբակալում է այն մարդկանց, որ կարողանում է տանել Բաքու, Նիկոլ Փաշինյանը օգնում է նրան, որպեսզի գործը ավարտի հասցնի նաև Հայաստանի Հանրապետությունը։
Պարոն Դանիելյան, ինչ կասեք Արմեն Աբազյանին պաշտոնից հեռացնելու մասին, արդյոք նա ապօրինի հրամանը չի կատարել, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը նրան հեռացրել։ Մենք չենք կարող հստակ իմանալ Նիկոլ Փաշինյանը ինչ է հրամայել, մենք կարող ենք ասել, որ նրա մոտ կան անկանոն շարժումներ եւ ջղաձգումներ, այդ անկանոն շարժումները երևում են նրա Facebook-յան գրառումներից, նա չի տիրապետում իրավիճակին, որովհետեւ այո, ես կարծում եմ, որ մարդիկ այլևս հրաժարվում են կատարել նրա հրամանները եւ նրա վառ ապացույցն է նրա երեկվա անատամ գրառումները, ինչի անատամ, որովհետեւ նա ինչ որ բաներ էր գրում, որոնք ընդհանրապես ըստ էության կապ չուներ իրականության հետ, հա, եթե մենք վերացում ենք իր գրածները իրականության, դրանք իրականության հետ որևէ կապ չեն, ինքը գրում էր մտնելու եմ, ջնջելու եմ, չգիտեմ ինչ եմ անելու եւ այլն, բայց մենք տեսանք, որ ոստիկանները թեկուս ապօրինի է այս որոշումը կալանքի, բայց նրա ասածների, նրա հրամանները չեն կատարում, հա, եւ եթե լինի ժողովրդի աջակցություն նաեւ ոստիկանական համակարգին եւ դատավորներին, որ նրանք հասկանան, որ Նիկոլ Փաշինյանը իրանց եւս զոհ չի սարքելու, մենք միասնական կարող ենք հաղթանակել, այսինքն հաղթանակ կերտել, ինչի, եթե մենք կարողանանք դատավորներին, դատախազներին, ոստիկաններին մեծ բազմությամբ, հա, 100,000-ավոր մարդկանցով փողոցում լինենք, այդ մարդիկ կհասկանան, որ հայ հասարակությունը համախմբվում է, սոսնձվում է, այդ կտրտված, այդ բևեռացված հասարակությունը առանց սևերի եւ սպիտակների բաժանարար գծերի սկսում է վերականգնվել։ Իսկ հայ հասարակության վերականգնումը հավասար է Նիկոլ Փաշինյանի պարտության։ Պարոն Դանիելյան, եթե այսօր դատարան որոշում կայացնի, որ ի վերջո Սամվել Կարապետյանին կանոնավորեն ձեր քայլերը, որոնք լինելու չկանելը։ Մենք չենք բացառում, ես ընդհանրապես չեմ բացառում, նաև որտեղ վստահ եմ, որ դատավորի վրա եւս ռեպրեսիաներ կա, եթե մեզ դիտում են դատավորները, ես կոչ եմ անում, որպեսզի նրանք միանան ժողովրդին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի ձեռքում գործիք դառնան, որովհետեւ նրանք եւս ինչպես նախկին ոստիկանապետը հանվեց, ինչպես Աբազյան Արմենը հանվեց պաշտոնից եւ նրանք չեն բացառում, որ շուտով նրանց վրա էլ քրեական գործ կհարուցվի, Նիկոլ Փաշինյանը մարդկանց օգտագործում է, վերջում ասում է, որ իրանք են սաղ մեղավոր, իրանց ստացվում է բանտ կամ քրեական հետապնդման է ենթարկում, որպեսզի լռեն։ Մենք պետքա մեր դատավորներին, բոլոր իրավապահ համակարգի անդամներին, ներկայացուցիչներին պետքա մեր ներկայությամբ, մեր քայլերով, գործողություններով պետքա ամրացնենք նրանց դիրքերը։ Իսկ այդ դիրքերի ամրացումը այսօր սահմանադրական ճանապարհով ազգային ժողովում պատիվ ունեմ խմբակցությունը նախաձեռնել է իմպիչմենտի գործընթաց։ Իմպիչմենտի գործընթացը եւ ժողովրդի միասնականությունը միացնում է իրար, ստացվում է Նիկոլ Փաշինյանի օրինական սահմանադրական հեռացում եւ ես վստահեցնում եմ, որ մենք պետքա գնանք այդ ճանապարհով։ Դուք հարցնում եք ինչ եք անում կամ ինչ եք անելու, ես պատասխանում եմ, որ մենք արդեն նախաձեռնել ենք եւ կոչ ենք անում բոլորին, նաև ժողովրդին, պատգամավորներին, որպեսզի միանան այդ գործընթացին, հեռացնենք Նիկոլ Փաշինյանի սահմանադրական ճանապարհով, նաև հնարավորություն տանք, որպեսզի բոլոր պատգամավորները ընտրություն կատարեն, նրանք որ ջրբաժանում են, որ ջրբաժանի որ կողմում են, նրանք եկեղեցու դեմ են, թե եկեղեցու կողմ են, նրանք Արցախի դեմ են, թե Արցախի կողմ են, նրանք ուզում են, որ Արցախ հետ վերադառնանք, թե նրանք ասում են, որ Արցախը մենք օկուպացրել ենք այն ժամանակ, ինչպես ադրբեջանցիներն են դա ասում, եւ մենք պետք է հասկանանք, նրանք հայկական խոսույթի տիրույթում են, թե ադրբեջանական խոսույթի տիրույթում են։ Սա հստակ մենք կարող ենք նրանցից հարցնել եւ պատասխան տալ։ Ժողովրդի միասնականությունը կբերի Նիկոլ Փաշինյանի անվստահության հայտնելու հաջողության։ Շնորհակալություն։